Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր կանդրադառնանք կրթական հաստատություններին ուղղված ծրագրերին։ Լոս Անջելեսում բռնկված հրդեհների հետևանքով հայ համայնքը սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ է կանգնել։ Դրանց հոգսերը թեթևացնելու համար Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել կրթական հաստատություններում սովորողներին։ Մանրամասները դիտեք տեսանյութում։ Այս տարեսկզբին Լոս Անջելեսում բռնկված հրդեհները պատմության մեջ կմնան ամենաաղետալիներից մեկը։ Դրանք կործանարար հետևանքներ ունեցան նաև հայ համայնքի համար։ Փլուզվեց մեկ հայկական վարժարան, իսկ մյուս հաստատությունները տարբեր վնասներ կրեցին։ Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությունն այստեղ էլ չուշացավ։ Հիմնադրամը ֆինանսական օգնություն է տրամադրել հայկական կրթօջախներում սովորողների ընտանիքներին։ Վերջնական որոշում կայացվեց, որ միջնաժամկետ աջակցություն որպես կարելի է իրականացնել նախնական 250,000 ԱՄՆ շրջանակներում հայ ընտանիքներին, ովքեր որ տուժել են հրդեհներից, աջակցել հայկական կրթօջախներում սովորող նրանց երեխաներին եւ վճարել այս կիսամյակի նրանց վարձավճարները, քանի որ այս ընտանիքները հրդեհների արդյունքում շատ ծանր սոցիալ-տնտեսական խնդրի առջև էին կանգնել, իսկ այդպես գոնե մի թեթևանար նրանց բեռը։ Աջակցությունը թիրախային եւ առավել արդյունավետ բաշխելու նպատակով հիմնադրամը համագործակցում է տեղի հայկական դպրոցների եւ Միացյալ Նահանգների տեղական մարմնի հետ։ Ամերիկայի մեր տեղական մարմինը մեծ նշանակություն ունի եւ տարիներ շարունակ մեծ աջակցություն է ցուցաբերել թե տելետոնների ժամանակ հավաքագրված գումարները, թե առանձին կոնկրետ ծրագրերի ուղղվածությամբ եւ այս քայլով նաեւ նրանք ցույց են տալիս, որ ոչ միայն Հայաստանում են կարողանում աջակցել, այլև հենց Սփյուռքում գտնվող եւ այս պահին կարիքի մեջ գտնվող մեր համայնքներին կարողանում են աջակցել, դրանով ցուցադրելով նաեւ այդ միասնականությունը եւ համահայկականությունը։ Զարուհի Ազնաուրյանի խոսքով այսպիսով հիմնադրամը եւս մեկ անգամ ապացուցում է իր դերն ու մասնակցությունը արտակարգ իրավիճակներում հայ համայնքներին աջակցելու գործում։ Անհրաժեշտության դեպքում կշարունակեն Լոս Անջելեսի հայկական դպրոցներին տրամադրվող օգնության ծրագիրը։ Շարունակելով լինել սփյուռքահայ կրթօջախների կողքին, Հայաստան համահայկական հիմնադրամն աջակցում է նաև Սիրիայում գործող հայկական կրթական հաստատություններին։ Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր հաջորդ տեսանյութում։ 2023-ին Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը ծանր հետևանքներ ունեցավ հայկական կրթօջախների համար։ Այդ տարի Հայաստան համահայկական հիմնադրամը աջակցություն է տրամադրել 26 կրթօջախի։ Առաջնահերթ վերակառուցվել են ավերված հաստատությունները, այդ թվում հայ ավետարանական Բեթել երկրորդական վարժարանը։ Շենքը ուներ վնասներ, տասարաններ գային, որոնք իրենց առաստաղի, ասենք, ընդհանրապես ծրվածքը փուլ եկավ եւ նաեւ շատ դեղերու մեջ սկացինք, որ որոշ ջեղքեր բացվեցան բادرու մեջ եւ ընդհանրապես այս բոլորը անապահովություն կպատճառե եւ աշակերտներուն եւ դպրոցական համագարկին։ Մինչև կվերակառուցվեին ավերված հատվածները, վարժարանում դասերն անցկացվում էին առցանց եղանակով։ Անշուշտ այս բոլորը կպահանջեր նաեւ ինտերնետային թրված եւ կարգը հնարավորություններ, որը մեզի համար ցերկ բերելը ինքնին մեծ դժվարություն էր։ Բայց եւ այնպես այս բոլորով հաջողեցանք մեր աշակերտները բահել մեր դպրոցին ընդհանուր շրջակիցին մեջ եւ նաեւ իրենց մեջ խթանել ավելի ուսումնադենջ դառնալու եւ նաեւ այս պատճառները երկրաշարժ, պատերազմ, հրթիռագործում որբեսի չլան խոչընդոտներ։ Ավերիչ երկրաշարժից ծանր վնասներ էր կրել նաև Կիլիկյան ջեմարանը։ Վերակառուցման կարիք ուներ հատկապես հաստատության նախակրթարանը։ Այս նախակրթարանի մեր գառույցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնության ցանկի մեջ արձանագրված է, հնություն է։ Ուրեմն երկրաշարժին վերջ արդեն ապահով չէր երեխաներուն համար, գիտեք հիմքեն վնասված էր, այլևս անհնար էր իբր դպրոց շարունակել։ Այդ պատճառով Այսինքն մեր աշակերտները չի շարունակեցին հոն։ Ուսումը շարունակվեց ջեմարանի միջնակարգ դպրոցում, որը ժամանակի ընթացքում նոր դժվարություններ առաջացրեց։ Բավարար դասարաններ չունեինք, ստիպվեցանք դասարանները գիսելու, հետո գիտեք 6-7 տարեկան երեխան ավելի մեծերու հետ նույն փագի մեջ, այսինքն գիտեք որոշ չափով կրթական ձևով հարմար չէ։
Այս տարեսկզբին նախակրթարանի սաները տեղափոխվել են իրենց դասարաններ, որոնք հիմա վերանորոգված եւ ավելի հարմարավետ պայմաններով են։ Իրենք իրենց իդ հանգիստ դասարաններ ունին, իրենց զատփագը ունին, անշուշտ որ նույնիսկ ուսուցչական գազմին համար գիտեք ավելի հեզասահ կընթանա օրագարկը, երբ իրենք իրենց բաժնի մեջ են։ Բացի ավերված կրթական հաստատությունների վերակառուցման աշխատանքներից հիմնադրամի ֆինանսական աջակցության որոշակի մասն էլ տրամադրվեց ուսուցչական եւ տեխնիկական անձնակազմին։ Համահայկական հիմնադրամի ներդրումը օժանդակեց, որ հայ ուսուցիչը նաև ունենա այսպես մասնագին նպաստ, որպեսզի կարենա իր առօրյա պետքերը հոգալ եւ ոչ միայն ուսուցիչներ, նաև դպրոցին ներս կորձող պաշտոնյաները ստացան նաև համապատասխան ներդրում։ Հայկական կրթօջախներին նմանատիպ օժանդակություն տրամադրելը հիմնադրամի գլխավոր առաքելություններից մեկն էր։ Այս քայլերով հիմնադրամը եւս մեկ անգամ ապացուցում է իր կամավորությունն ու ցանկությունը աջակցելու այն հայ համայնքներին, որոնք այս պահին որոշակի կատակլիզմներում են գտնվում։ 2023 թվականին Սիրիայում երկրաշարժից տուժած դպրոցների համար հավաքագրված գումարը կազմել է $140,000 ԱՄՆ։ Ընդհանուր առմամբ սփյուռքահայ համայնքներին Հայաստան հիմնադրամի հասցրած օգնությունը կազմում է շուրջ $3,095,000։ Այս պահին իմ զրուցակիցն է Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Հունան Արաքելյանը։ Բարև ձեզ, պարոն Արաքելյան։ Պարոն Արաքելյան, Սևանի երաժշտական դպրոցը շուտով նոր շենք կունենա, բոլորովին նոր, ավելի բարեկարգ։ Նախ հասկանանք ինչն էր պատճառը, որ որոշվեց հիմքից նոր մասնաշենք ունենալ, նոր շենք ունենալ, եւ նախկինում ինչ խնդիրների եք առնչվում։ Սևանում երաժշտական դպրոց կառուցվում է առաջի անգամ։ Իր 70 տարիների ընթացքում դպրոցը միշտ գործել է, բայց տեղակայված եղել Սևան համայնքի տարբեր տարածքներում։ Ներկայությամբ գործում ենք, մեր դասերը անցկացնում ենք նախկին մանկապարտեզի շենքում, որը ուներ երկու մասնաշենք։ Սկզբից, երբ որ երկու մասնաշենքն էինք օգտագործում, հնարավոր էր դասասենյակների հաշվին մեր դասապրոցեսը նորմալ կազմակերպել։ Իսկ 2019 թվականից, երբ որ քաղաքաշինական փորձագիտական կենտրոնի կողմից ուսումնասիրություն կատարվեց շենքերի տեխնիկական վիճակի մասին, պարզվեց, որ առաջին մասնաշենքը 4-րդ աստիճանի վթարային է։ Հենց եզրակացությունը ստանալուց միանգամից դադարեցվեցին դասերը առաջին մասնաշենքում եւ բոլորը տեղափոխվեցին երկրորդ մասնաշենք։ Պատկերացնում եք, չէ՞, 170 աշակերտանոց դպրոցը տեղավորել մեկ մասնաշենքում։ Մեր երեխա աշակերտների համար այդ ուսուցման համար նախատեսված տարական պայմանները արդեն մեծ դժվարությամբ էինք ապահովում։ Դասարանները եւ դասարանի խնդիր կար եւ չէին կարողանում դասարանները կողքի օգտագործել այդ ձայնամեկուսացում չունենալու պատճառով։ Ու այս դպրոցի խնդիրը միշտ դրված էր միշտ համայնքապետարանի համայնքի ուշադրության կենտրոնում էր եւ մեր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի եւ Հայաստան համայնքական հիմնադրամի այդ արդյունավետ համագործակցության արդյունքում 2023 թվականի հունիս ամսին սկսվեց շենքի շինարարությունը, որի համար շնորհակալ ենք եւ քաղաքապետին, եւ հիմնադրամին, եւ Ֆրանսիայի տեղական մարմնին պարոն Թերզյանին։ Պարոն Արաքելյան, այս նոր շենքը ինչ նոր հնարավորություններ է ունենալու եւ ինչ է կարծում, ինչ ազդեցություն կունենա համայնքի զարգացման եւ կրթական գործընթացում։ Նոր շենքը երկհարկանի է, ունի նկուղային հարկ, ունի համերգային դահլիճ, ամենակարևորը, որ որը նախկինում չունեիք։ Ունենք 23 դասասենյակներ, բոլորը ձայնամեկուսացած, ոչ մի խնդիր մենք չենք ունենա այդ աշխատանքները կազմակերպելու հետ։ Դպրոցը կահավորված կլինի լրիվ նոր գույքով, գործիքների մասով ունենք գործիքներ, որ պետք է վերականգնենք, մեր ռոյալները, մեր դաշնամուրները մի քանիսը տեղափոխենք, կվերանորոգենք, բայց ունենք գործիքներ արդեն 60-70-ական թվականների դրամասով արդեն համայնքապետարանում քննարկում է գործիքների ձեռքբերման հարցը։ Ասեմ, որ շենքը կունենա ջեռուցման, օդափոխության, հակարդեհային այդ բոլոր համակարգերը կունենա, այդ բոլորը արդեն կնպաստի, որ ավելի ուսուցումը որակյալ կազմակերպենք։
Իսկ ինչ ազդեցություն կունենա, ինչ եք կարծում հետագայում աշակերտների թիվը կավելանա։ Հուսով եմ, որ 25-26 ուսումնական տարում այս պայմաններում, այս շենքային պայմաններում պետք է ավելի շատ երեխաներ հաճախեն երաժշտական դպրոց։ Մենք ունենք բաժին, որ ժամանակին ունեցել ենք թավջութակի բաժին փակվել է, հիմա ուզում ենք նոր ուսումնական տարով այդ բաժինն էլ վերաբացենք, կապում ենք դպրոցի նոր դպրոցի հետ։ Տեսեք, դուք նշում եք, որ տարիներ շարունակ այնուամենայնիվ անկախ նրանից շենք ունեցել եք թե չէ, երաժշտական դպրոցը գործել է։ Հետաքրքիր է մի փոքր խոսենք նաև սաներից, ավարտած սաներից, ովքեր որոշակի հաջողությունների են հասել։ Կամ հետագայում դասավանդման առումով ձեր նախկին սաները։ Կան, ուրեմն միշտ դպրոցը մասնակցել է եւ հանրապետական եւ միջազգային մրցույթ փառատոներին։ Այսինքն ոչ թե մենակ մասնակցել է, մենք տեղեր ենք վերցրել։ Այդ մասնակցությունը չդիտվի մենակ մասնակցություն։ Մենք ունեցել ենք Չնայած որ դա էլ է շատ կարևոր։ Հա, մենք ունեցել ենք տեղեր։ Մասնակցել ենք Սանկտ Պետերբուրգում իհարկե արցանց միջազգային մրցույթի, վերցրել ենք Grand Prix 22 թվին մեծ մրցանակ։ Իտալիայում վերցրել ենք առաջի կարգ։ Այս ինչ ասում եմ, վերջի 4 տարիների այդ դպրոցի այդ շենքային պայմաններում էլի, ու դպրոցն ունի երգչախումբ, որ միշտ մասնակցում է հանրապետական փառատոներին Երևանում, անցած տարի վերջինը մասնակցեցինք Երգող Հայաստան, էլի չմասնակցեցինք, այս տարի վերցրեցինք 3-րդ տեղ։ Եվ մասնակցեցիք եւ հարցանակ գրանցեցիք։ Հա, դպրոցից, ասենք, մեր սաներից Արտյոմ Ավետիսյան 2022 թվականից այդ ժամանակ կար երաժշտություն հանուն հիմնադրամ։ Դարձավ հիմնադրամի կրթաթոշակառ։ Մենք մեր սանը Շեփոր անվանակարգում ունենք երեխեք, ունենք մեր ավարտած աշակերտները, որ սովորում են երաժշտական ուսումնարաններում, ունենք կոնսերվատորիայում սովորողներ։ Այսինքն հիմա մեր Սևանի երաժշտական դպրոցը համալրացել է տեղական կադրելով։ Մեր երեխեքը սովորում են, գնում են, ավարտում են, գնում են, սովորում են, գալիս են մեր մոտ աշխատում են։ Դասավանդում են արդեն։ Դասավանդում են, հա, դա արդեն մեր մոտ են դասավանդում։ Իր ժամանակ կար, որ դպրոցի 80%-ի կոլեկտիվը դասատուները Երևանից էին գալի։ Երևանից գալիս են Սևան դասերը պարապում էին ու հետ էին գնում։ Հիմա այդ խնդիրը չունենք, դեռ համալրված մեր տեղական կադրերով։ Պարոն Արաքելյան, եւ վերջում խոսենք շինարարական աշխատանքներից, որ փուլում են գտնվում, երբ է նախանշվում արդեն դռները բացել աշակերտների առջև։ Շինարարական աշխատանքները կարելի ասել ներսում վերջացրել են։ Մի քանի փոքր հարդարման աշխատանքներ մնացել այդ արվում են։ Հիմնականը սպասում ենք գարնանը բացվելուն օրերը տաքանալու պես կարծում եմ բակի բարեկարգման աշխատանքները կատարվի, ցանկապատ, ասֆալտապատում, ինչը որ նախատեսված է։ Ու կարծում եմ մեր առաջի համերգը կլինի հունիս ամսին։ Համերգը։ Հա, դե նոր դպրոցում էլի, հա, դե բացմանը էլի։ Այսինքն այս պահին ուսումնական process-ը դադարեցված չէ, աշակերտները դեռ ուսումնական process-ը դադարեցված չի, դպրոցը աշխատում է, երեխեքը գալիս են դասի, ամսի 20-ից մրցույթների են մասնակցելու Երևանում։ Եվ անհամբեր սպասում են նոր շենքի բացմանը։ Մենք եւս անհամբեր սպասում ենք նոր շենքի բացմանը։ Վերջապես կարող ենք ասել, որ արդեն Սևանում լուծվեց այս խնդիրը։ Դպրոցի հայ շենքի հարցը լուծվեց։ Վերջապես, շնորհակալություն պարոն Արաքելյան, շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ հյուրն էր Սևան քաղաքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Հունան Արաքելյանը։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։